Ապրիլի 18-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ մի շատ արժեքավոր աշխատության ֆրանսահայ քարտեզագիր Զատիկ Խանզադյանի Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս աշխատության վերահրատարակության շնորհանդեսը։ Հայագիտական մեծ արժեք ներկայացնող այս աշխատության վերահրատարակությունն ու թվայնացումը հնարավոր է դարձել Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնության եւ բարերար Ռուբեն Գրիգորյանի մեկենասության շնորհիվ։ Ողջույն, ես Արամ Սարգսյանն եմ, այսօր Եվրոմեդիա 24-ի տաղավարում զրուցելու ենք Ռուցոկ Ինվեստ հոլդինգի նախագահ, գործարար եւ բարերար Ռուբեն Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, շատ ուրախ եմ եւս մեկ անգամ ձեզ հետ հանդիպելու համար։ Սկսենք երևի Զատիկ Խանզադյանի ատլասի շնորհանդեսից, որ տեղի ունեցավ նախորդ շաբաթ, իհարկե բավական մանրամասն լուսաբանվեց նաև մեր հեռուստաընկերության կողմից։ Զատիկ Խանզադյանը շատ լուրջ ժողովածու էր ժամանակին հրատարակել եւ այն այժմ վերահրատարակվում է եւ դուք նվիրաբերեցիք հայագիտական կենտրոններին, գիտակրթական կենտրոններին, այնինչ հայագիտական եւ պատմաքաղաքական կարեւորություն ունի ըստ ձեզ եւ ինչ արդիականություն ունի։ Անհրաժեշտ է ասել, շեշտել այն հանգամանքը, որ իսկապես դեռ 1960-ական թվականներին հրատարակված մի գեղեցիկ աշխատանք Զատիկ Խանզադյանի կողմից, որը ֆրանսահայ է եղել, քարտեզագետ եւ լավ մասնագետ է եղել, ծովային սպա ֆրանսիական բանակի եւ մեծ պարգևատրումներ է ունեցել պետական։ Շատ հայտնի եւ հարգված մարդ է եղել։ Նրա քարտեզները շատ հարգի էին եւ վստահ տեղեկատվության, շատ գեղեցիկ ձևավորված հայկական զարդանիշներով, հայկական գույներով, հայկական գեղեցիկ ազգային տեսականիով, այսպես ասած, ստիլով, եթե կարելի այդպես ասել։ Շատ կարևոր բան կլիներ ասել, հասկացնել մեր հասարակությանը, թե ինչու էր պետք անդրադառնալ դրան։ Գիտեք, առաջինը եթե մենք չասենք մեր պատմության մասին, մենք ինչի մասին պիտի ասենք, մեր ներկայի մասին, բայց քանի խոսքել ասենք մեր ներկայի մասին, մենք անդադ պիտի անդրադառնանք մեր պատմությանը, թե ինչպես դա եղավ, ինչպես եկանք եւ հասանք այս օրին, այս ժամանակներին։ Ուրեմն հայ ժողովուրդը եղել է շատ հին ժողովուրդ։ Եվ այդ քարտեզների մեջ հազարավոր տարիների անցած տարբեր աղբյուրների, օտար աղբյուրների, մեր աղբյուրների, հայկական աղբյուրների կողմից ներկայացված քարտեզներ են։ Դեռ բաբելոնյան ժամանակներից։ Ուրեմն հայ ժողովուրդը եղել է Հայաստան երկիրը եղել է այդ քարտեզներում մենք կարող ենք գտնել Արմենիա բառը, բայց ինչի մաս եթե եղել է դա, ինչի մաս, հա եղել ենք, ապրել ենք այդ տարածքներում, ինչ է դա մեզ տալիս, ունեցել ենք եւ հիմա չունենք։ Ինչի մաս։ Դե առաջինը պիտի իմանալ, պիտի հասկանալ, թե մենք որտեղ ենք ապրել, որտեղի ջուրն ենք խմել, օդը շնչել, որ հողի վրա ենք ապրել, այսինքն ինչ բնության վրա ենք մենք կերտել հայկական բնավորությունը, հայ բնավորությունը։ Դա երևի մեր ժառանգությունն է եւ դրանից մենք չենք կարող հրաժարվել։
Ուրեմն ապրելով հազարավոր տարիներ եւ փոխելով հազարավոր սիրուններ, մենք կուտակվել ենք շատ մեծ մարդկային արժեքներ մեր մեջ։ Եվ ասել, որ մենք չենք ունեցել պատմություն, դա ճիշտ չէ ոչ միայն մեզ համար, այլի համար, այլև ամբողջ մարդկության համար, մարդկության պատմության համար, որովհետև դեռ հնադարից, հին ժամանակներից գալով հայ ժողովուրդը կուտակել է իր մեջ մեծ մարդկային արժեքներ, այդ թվում եւ ընդունակություններ, տաղանդներ, գիտելիքներ, մարդկային փորձ, որ հիմա ոչ միայն նա է օգտագործում, այլև օգտագործում են շատ ժողովուրդներ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ դժբախտաբար մեր ժողովուրդը այսպես դարձավ սփյուռք շատ մասերով, ոչ միայն այդ պատճառով, որ նրանք այդտեղ ապրում են, ուշ երկրներում են ապրում, այլև առաջին հերթին այն պատճառով, որ իսկապես այդ մարդկային հարստությունները նրանք բերել են իրենց հետ եւ հասցրել են մեր օրերը։ Մենք եւ ոչ միայն մարդկությունը չի կարող դրանից հրաժարվել։ Եվ այդ գանձերը, այդ փորձը մարդկային մերն է, մենք ունենք դա, ինչքան էլ ինչ որ մեկը չուզենա, ինչքան էլ մեր մեջ էլ ասեն, թե դա ինչ է եղել, դա կա եւ այդ պատճառով մեկ անգամ ևել ուզում ենք ասել, որ ես ուզում եմ ասել, որ գիտեք ինչ կա, հայը իր պատմությունով ունի հպարտանալու իրավունք, որովհետև արժանապատիվ է հենց իր պատմությանը, հենց իր մշակույթով, բարքերով։ Եվ որովհետև արժանապատիվ է, ուրեմն պետք է ասել, որ մենք առաջին հերթին մենք մեզ պետք է ասենք, որ գիտեք ինչ կա, պետք չէ ընկճվել։ Արժանապատիվ մարդը միայն կարող է պայքարել եւ ապահովել իր գոյատևումը։ Անարժանապատիվ մարդը վերջին հաշվով պետք է վերանա, ուզի թե չուզի։ Եվ ոչ միայն որպես ժողովուրդ, այլ որպես մարդ արարած։ Այս օրերին, որ մենք սպասում ենք Մեծ Եղեռնի տարելիցին, 110-ամյակն է արդեն, այս օրերին այդ հարցերի պատասխանը ունի ավելի կարևոր եւ արդի ակտուալ նշանակություն։ Իսկապես դա այդպես է եւ իսկապես սա այս աշխատանքը պետք է օգտագործվի դասատուների համար, շակերտների համար եւ ոչ միայն հայ ազգի համար, ինչպես ասեցի, բոլոր մարդկության համար դա կարևոր նշանակություն է, որովհետեւ դա վերջին հաշվով իրենց պատմությունն է։ Եվ այստեղ շեշտեմ, որ Ատլասը օրիգինալը ֆրանսերեն է, վերահրատարակվել է ֆրանսերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Այո, վերահրատարակվել է, վերախմբավորվել է, ավելացվել է Զադիկ Խանզադյանի կենսագրությունը, նախաբանը եւ ամենակարևորը տարբեր այս երեք լեզուներով ամենակարևորը բովանդակությունը։ Այսինքն քարտեզները, որոնք մինչև 300 քարտեզներ են տարբեր ժամանակների, կարելի կլինի կարդալով բովանդակությունը հասկանալ, թե ինչի մասին է։ Սկսած աշխարհի ամենահինը համարվող
Բաբելոնյան քարտեզից, իդեպ, որտեղ նշված է հայկական կավի վրա։ Կավի վրա, այո։ Այսինքն Բաբելոնն է եւ Արմենիան, այսինքն հին ժողովուրդների մեջ աշխարհը պատկերացնում էր Բաբելոնով եւ վերջանում էր Արմենիայով։ Երևի այդպես էր, որ քարտեզն այդպես են նկարագրել։ Այսպես ուրեմն պետք է մենք բաժանեցինք բոլոր հայագիտական կենտրոններում, Հայաստանում, գրադարաններում, համալսարաններում, թանգարաններում, մատենադարանում եւ դեսպանատները եւ Որ դեսպանատներին եք վերաբերել։ Պիտի նվիրաբերենք հանդիպելով, որտեղ շնորհանդեսին հարմար չէ դա անել, պիտի այցելենք դեսպանատները եւ ներկայացնենք, առանձին ներկայացնենք եւ նվիրենք։ Իհարկե առաջին հերթին պարսիկները իրանական Իրանն է շատ իրանական ժողովուրդն է շատ շահագրգռված, որովհետև մեր հարևան ժողովուրդն է եղել դարերով շարունակ եւ նրանք կուզենային տեսնել այդ բոլորը։ Ամերիկական դեսպանատունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ֆրանսիական դեսպանատունը, ռուսական եւ այլն։ Բոլորն հետաքրքրված են այսինքն։ Այո, եւ ամենակարևորը մենք պիտի ուղարկենք աշխարհով մեկ սփռված հայագիտական կենտրոնները։ Շատ հայագիտական կենտրոններ գիտենք հայտնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ավստրիայում, Գերմանիայում շատ ունենք եւ այս աշխատանքը շատ կարևոր լավ նշանակություն կունենա եւ գիտնականների համար, պատմական գիտնականների համար եւ պատմության եւ աշակերտների, ուսանողների, որոնք ուզում են պատմությունը տեսնել առանց ոչ խեղաթյուրված իր իսկական բնական տեսքով։ Արձագանքների մասին պատմեմ, պարոն Գրիգորյան, շատ դրական արձագանքներ են հեռուստադիտողների կողմից, մեկնաբանություն են տեսնում ենք, որ ասում են իսկապես բարձվեց իսկապես շատ արդիական թեմա է եւ շատ հետաքրքիր թեմա է, ողջունում են, որ հայրենանվեր գործի արվե, բայց հարցնում են արդյոք ատլասը դրվելու է վաճառքի եւ արդյոք էլեկտրոնային տարբերակը, թվայինացված տարբերակը հասանելի կդառնա լայն հանրության համար։ Վաճառքի կարող է դրվել, բայց վաճառքի համար չի արվել դա։ Մենք ունենք երկար ժամանակ է արդեն 10 տարի է որ գործում է Ռուսաստանում Արմյանский музей Москвы и культуры наций, այսպեսի անվամբ գործում է այդ սայթը, իսկապես հետաքրքիր իդեայով է գաղափարով ստեղծված, կոնցեպցիայով ստեղծված սայթ է, այսինքն թանգարանը ինտերակտիվ էքսպոզիցիաներով։ Թանգարանը ոչ միայն ունի իր մշտական ինտերակտիվ էքսպոզիցիաները on-line, եւ այլև ունի եւ իր մշտական ամենօրյա մշակութային եւ հայկական թեմատիկայով եւ բոլոր մշակութային ուրիշ ազգերի մշակութային թեմաներով ամենօրյա հոդվածներ, վիդեոներ, տեսագրումներ եւ ներկայացումներ տարբեր ձևերով, ինտերվյուների ձևերով։ Մենք թանգարանը շատ սերտ կապեր ունի
շատ ծեր կապեր ունի մյուս թանգարանների հետ, Ռուսաստանի, Հայաստանի եւ այդպես գործում է արդեն 10 տարի։ Իմ կարծիքով մենք ես մտադրված եմ թվայնացված տարբերակները անընդհատ որովհետև շատ է ինֆորմացիա տարբեր ձևերով պիտի ներկայացնենք եւ բացատրություններ տանք ռուսերենով ու անգլերենով այդպես շարքը անենք հաղորդումների շարքը որը ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի մեր այդ ինտերակտիվ թանգարանում մենք ունենք իհարկե մեր արխիվը, թանգարանային արխիվը, որտեղ եւ կլինի այդ թվայնացված տարբերակը եւ մարդիկ կարող են տարբեր հետաքրքրված մարդիկ կամ հաստատությունները, հիմնարկները կարող են հայտ ներկայացնել եւ մենք բաց ձևով կարող ենք բոլորը տալ մոտեցում այդ ինֆորմացիային այդ ձևով Պարոն Գրիգորյան, նշված շնորհանդեսի ժամանակ հայտնի պատմաբան եւ ակադեմիկոս Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը շատ հետաքրքիր շեշտադրում արեց, շոշափելով, գիտեք այդ թեման հավանաբար, պատմական եւ իրական Հայաստանների բանավեճի թեման, հայտարարեց, որ իրական Հայաստանը այս քարտեզներում ներկայացված մեծ հայքի 300,000 կամ 400,000 քառակուսի կիլոմետր տարածքն է, ոչ թե կամ ոչ միայն ներառյալ այսօրվա 29,800 քառակուսի կիլոմետր տարածք է, սա էլ թեմայի արդիականություն, դուք ինչ կարծիք ունեք սրա մասին։ Ուրեմն իրական Հայաստան, այսինքն այն տարածքը, որ մենք հիմա ունենք, այն տարածքի մեջ, որ մնացել է եւ միջազգային ազգերի միջազգային միության կողմից կազմակերպության կողմից ընդունվել է որպես պետական տարածք, այն է, ինչ ունենք։ Եթե դա մենք կոչում ենք կամ ինչ-որ մեկը կոչում է իրական Հայաստան, այդ առումով կարող է եւ իրական Հայաստանն է, բայց պատմական Հայաստանը դա մեր պատմությունը, մենք չենք կարող մոռանալ այդ պատմությունը։ Հակառակ դեպքում մենք կհայտնվենք իրական Հայաստանում շշմած կարծես մի մարդ, որ նոր է քնից դարձնել եւ չի կարողանում հասկանալ, թե որտեղ է գտնվում։ Չի կարող լինել ճանապարհ, եթե դու չգիտես որտեղից ես եկել։ Չի կարող լինել ճանապարհ, որը պիտի անցնես դեռ։ Նորմալ բան չէ, մոռանալ մեր պատմությունը, էլ եմ ասում, մեր պատմությունը միայն մեր պատմությունը չէ, դա համամարտկային պատմություն է։ Կարող է պատահել, որ գա մի ժամանակ, որ ասենք, թե երկրի մոլորակի վրա մենք չտեսնենք պետություններ, չտեսնենք երկրեր, չտեսնենք սահմաններ նրանց միջև։ Կարող է այդպես ժամանակ գա։ Բայց եւ մենք էլ կարող է պատահի մեր ունեցվածքով, այսպես ասած, մշակույթով եւ բարքերով, որոնք համամարտկային արժեքներ կլինեն եւ մարդկությունը կընդունի որպես իսկապես արժեքներ, կմտնենք այդ երկրի մեջ որպես մի երկրի քաղաքացի եւ այդպես կապրենք։ Կարող է այդպիսի ժամանակներ կգան, կարող է, բայց միջև դա մեր պատմությունը, մեր արժանապատվությունն է։
Պարոն Գրիգորյան, ներեցեք, դուք ասացիք, որ իրական Հայաստանը այն տարածքն է, որը այսօր ունի Հայաստանի Հանրապետությունը, բայց միևնույն ժամանակ արժևորում եք պատմությունը, բայց չեք կարծում, որ հենց այդ իրական ու պատմական Հայաստանն այդ երկընտրանքով հենց նպատակը, հենց պատմությունը ջնջելն է, պատմական Հայաստանը ընդհանրապես հիշողությունից հանելն է։ Երբ ասում ենք իրական Հայաստան, օրինակ Արցախը, Լեռնային Ղարաբաղը իրական չէր, մեր հայրենիքը չէր։ Էլ եմ ասում, ուրեմն իրական Հայաստանը ասելով ես հասկանում եմ այն, ինչ որ կա։ Դե Արևմտյան Հայաստանն էլ կա, ճիշտ է մերը չի։ Արցախն է կա, ճիշտ է մերը չի, չէ՞։ Եթե մերը չի, ուրեմն պատմություն է դարձել։ Ուրիշ բան, որ մեր պատմությունն է, եւ մենք պետք է դրանով հպարտանանք։ Եվ դա մեր էլ եմ ասում, մեր արժանապատվությունը, որովհետեւ հնադարից է գալիս։ Իսկ հնադարից ամեն ինչ որ գալիս է, նա կուտակված է, կուտակել է մարդկային հսկայական փորձ։ Մարդիկ այսպես թե այնպես չեն զարգանում երկնքից, դա փորձ է, մարդկային փորձ է, որ հավաքում են, դա էմոցիոնալ փորձ է, դա տեխնիկական փորձ է, ապրելու փորձ է, դա կրոնական փորձ է։ Մեր հոգիներն են զարգանում, նյութապես էլ ենք մենք զարգանում, մեր գաղափարախոսությունն է զարգանում, ընդհանրապես գնալով ժամանակի հետ մենք զարգանում ենք։ Եվ զարգանալու համար մեզ իսկապես ժամանակ է պետք։ Ժամանակ։ Շատ ժամանակ դա լինում է արագ ձևով, շատ ժամանակ դանդաղ։ Բայց մենք զարգանում ենք եւ այդ զարգացման մեջ մեծ դեր է խաղում մեր պատմությունը։ Այդ դուք ձեր խոսքում մի հռետորական այսպիսի հարց բարձրացրեցիք, հա, ինչ նրանից որ մենք եղել ենք աշխարհի հնագույն քարտեզներում, հա, իմ ընկալմամբ, երբ խոսում ենք պատմության, դահապես հատկապես մեր բնույթի, հատկապես մեր տարածաշրջանի ժողովուրդների մոտ, նույնիսկ մեր ազգի մեջ դա կա, հա, ժողովրդի մեջ էլ կա եւ տարբեր ժողովուրդների մեջ, երբ խոսում են պատմությունից, պատմական ժառանգությունից, հատկապես այն նպատակով, որ ցույց տան իրենց իրավունքները տվյալ տարածքի նկատմամբ, հա, պատմական իրավունքները, մենք այստեղ ծնվել ենք, մենք սա մեր բնորանն է, հետեւաբար մենք ունենք իրավունք այդ տարածքների նկատմամբ։ Դա ինչ կարծիք ունեք այս տեսակետի վերաբերյալ։ Մեր իրավունքը իմ կարծիքով առաջին հերթին կապված է մեր պատմության հետ։ Իհարկե, մենք իրավունք ունենք այդ պատմությունն ունենալու, որովհետև մենք այնտեղ եղել ենք։ Մենք այնտեղ եղել ենք, այնտեղի հողի վրա ապրել ենք, այնտեղի ջուրը խմել ենք, օդը շնչել ենք եւ մեր ինքնությունը հաստատվել է եւ կազմավորվել է այնտեղից։ Մեր առանձնահատկությունները, հայի առանձնահատկությունը այնտեղից է եկել, մեր պատմությունից է եկել։ Էլ եմ ասում, այդ պատճառով դա մեծ հարստությունը, մեծ նշանակություն ունի մեզ համար, մեր հայերի նկատմամբ։ Մեր պատմությունից մեզ ոչ մեկը չի զրկում։ Եթե մենք մեզ չզրկենք նրանից։ Եթե մենք մեզ զրկենք, ես մի անգամ էլ ուզում շեշտել, որ մենք կզրկվենք պայքարելու եւ գոյատևելու հնարավորությունից, որովհետեւ մեր պատմության մեջ է մեր արժանապատվությունը։ Իսկ անարժանի, առանց արժանապատվության մարդ, ժողովուրդ չի կարող կռվել, գոյատևել, լինել, մինչև այն սիրուն ժամանակները, երբ որ ասենք չեն լինի սահմաններ մեր։ Սիրուն ժամանակները ապագայում են։ Այո։ Իսկ թվաց անցյալի մասն եք պատմելու։
սիրուն ժամանակներ։ Չէ, էլ եմ ասում, չես հասնի լավ ժամանակներին, ես խորին համոզված եմ, չես հասնի երբեք այդ ժամանակներին, եթե դու ուրանաս քո ինքնությունը։ Կարծում եք կգա մի ժամանակ, երբ Beatles-ի մենակատարի հայտնի երգի նման, հա, Ջոն Լենոնի երգի, Imagine երգի խոսքերով ասած, որ չեն լինի ազգեր, հա, երկրներ, պետություններ, կլինի մարդկություն։ Ասել չեն լինի ազգեր, ազգերը կան, ունեցել են իրենց պատմությունը եւ կգան, կմնան, կլինի պատմության մեջ ազգ հասկացողությունը, բայց երևի օրինակ վերցնենք Եվրոմիությունը, ուրեմն կամ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերցնենք Եվրոմիությունը, եվրոպական երկրները, ազգերը երևի եղել են մշակույթի, իսկական մարդկային մշակույթի օրանները։ Եվ տեսեք ինչքան նրանք ունեն թանգարաններ, իրանք ունեն ինչ-որ կենտրոններ, ուսուցման կենտրոններ, գիտահետազոտական կենտրոններ։ Ես գիտեմ, որ աշակերտներին բարբերաբար դպրոցներից թանգարաններն են ուղղում։ Եվ իտալական, եւ ավստրիական, եւ գերմանական, եւ իսպանական մեծ կուլտուրայի դեր մարդիկ են։ Եվ նրանք բերել են երևի ազգային կուլտուրաները, բերել են ու ասել են, սա ենք մենք, տեսեք, դուր է գալիս, վերցրեք, նայեք, օգտագործեք, որովհետև դա իսկապես մարդկային է։ Ինչու մենք չեն կարող բերել մեր լուման այդ ընդհանուր գործին։ Պարոն Գրիգորյան, իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ինչպես գիտեք, շրջանառության մեջ դրվել բարձր մակարդակով։ Հայաստանում կան տասնյակ կուսակցություններ, որոնք բոլորն ունեն իրենց ծրագրերը, գաղափարախոսությունները, հայերի համանման, հա, ճակատագրով եւ պատմությամբ ժողովուրդներ կան, հատկապես հрьяաները, որոնք ունեն սիոնիզմի գաղափարը, որն է ձեզ ճիշտ գաղափարախոսությունը Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Տեսեք, ուրեմն մեր սխալն ինչումն է, որ մենք ուշադրություն չենք դարձնում, անտեսում ենք, ուղղակի պրոստը վերցնում ենք, անտեսում ենք մեր առանձնահատկությունները, հայ առանձնահատկությունները, բայց մենք ինքնատիպ ազգ ենք, մենք մեր առանձնահատկություններն ունենք, մենք մեր բնավորությունն ունենք, եւ բնավորություններից ամենակարևորն ուժեղը երևի անհատականությունն է, անհատականություն, ամեն մի հայ մի անհատականությունը, երևի տնից եկած պատճառով է, շատ հին ազգ է, չի կարող չլինեն անհատական, որովհետև մեջը շատ տարբեր արումներ են մտել, տարբեր փորձեր են մտել, շատ բան է տեսել, դժբախտություն, ուրախություն, ընկել է, վեր եկացել եւ վերջին հաշվով փորձվել է, փորձ է հաստատել եւ ամեն իրադրությանը ունի իր լուծումները։ Բայց ամենաառաջին իրադրությունը այն է, որ ինքը մեծություն է, թե չէ։ Չեմ ասում ինքնություն է, թե չէ։ Ինքնություն է, բայց մեծություն է, թե չէ։ Այո, մեծություն է։ Մեծություն է, ինքը ամենապակասը այդպես է մտածում։ Ես ավելին կարծում եմ, որ այդ պատճառով է, որ մենք միջև հիմա գոյատևել ենք։ Միայն այդ պատճառով։ Տեսեք,
առանձնահատուկ ինքնատիպ մարդիկ հայերը, որ նույնիսկ այնպիսի բաներ են արել, այնպիսի հայտնագործություններ, այնպիսի առաջընթաց են ունեցել մշակույթի մեջ, գիտության, տեխնիկայի եւ այլն, որովհետեւ ընդունակ են, որովհետեւ տաղանդավոր են, բայց որովհետեւ հին են այդ պատճառով, այդ բոլորը ունեն։ Եվ այդ առանձնահատկությունը իրենց երևի կարողացել է պաշտպանել, բերել, հասցնել կյանքը ոչ միայն տալ, այլ պահպանել, հայի կյանքը պահպանել եւ բերել հասցնել այստեղ։ Ինչ վերաբերվում է, եթե մենք ասում ենք եկեք միացեք բոլորդ իրար հետ, դժվար է դա անել, որովհետեւ հայը առանձնահատուկ է, ինքնատիպ է։ Ամեն մի հայ իր ինքնություն ունի, իր բնավորություն ունի։ Եվ ինքը մտածում է, որ դա է ճիշտը։ Իրեն հակառակ համոզել շատ դժվար է կլինի։ Եվ հարց է առաջանում արժե դա անել, թե չէ։ Միշտ սխալ ենք մտածում, ասում ենք դե միասին ուժեղ ենք։ Միասնական ենք, ուրեմն ուժեղ ենք։ Բայց միասնականը ինչ է նշանակում, որ ինքնատիպ լինենք։ Միասնականի համար գաղափար է պետք։ Երևի դա նկատի ունենք։ Միասնական գաղափար է պետք, ճիշտ եք ասում, անցնենք գաղափարին, ուրեմն ինչու ես ասում այս մասին, հայի մասին, հայի ինքնատիպության մասին, եւ ոչ միայն հայի ինքնատիպության մասին, ուղղակի Հայաստանի, հայերի, մեր ազգի, որն է մեզ համար ավելի հարմարը, ավելի ճիշտը, որովհետև ավելի մեզ կուժեղացնի, ավելի մեզ կդարձնի անմատչելի եւ մեր գոյատևությունը կապահովի, անվտանգ կդարձնի եւ ավելին կավելացնի մեր նկատմամբ հարգանքը ուրիշ երկրների, պետությունների եւ ազգերի կողմից, որը ինչու մենք չենք կարողանում հասկանալ մի հասարակ բան, ինչու մենք չենք նայում, տեսնում, հետազոտում եւ վերջին հաշվով, փորձով, տարիներով, փորձաքննությամբ հասկանում, թե ինչն է, որ գաղափարախոսությունն է, որ քաղաքականությունն է մեզ հարմար։ Ինչու մենք չենք ասում, ահա տեսեք ու ասեք։ Համաձայն եք, չէ համաձայն չեմ, արի մտցնենք։ Համաձայն ես, չէ, համաձայն ես, հա, համաձայն եմ։ Եվ այսպես տարիներով փորձարկելով այս գաղափարախոսությունը, դա ոչ միայն գաղափարախոսության մասին է, ոչ այդպես չմտածեք, դա ես կանոնեի քաղաքական սիստեմա։ Հրեաների մոտ քաղաքական սիոնիզմն էր, սիոնիզմ բառը այդ որ ուրիշ հասկացողությամբ ենք մենք մտածում, գիտենք, բայց առաջին հերթին նրանք պետությունը, երկիրը, հողը, իրենց տունը ունենալուց առաջ նրանք գաղափարախոսությունը բերեցին 20-րդ դարի վերջերի գալ հավաքվել Սիոն լեռան շուրջ, կարճ ասած, ոչ։ Քաղաքական սիոնիզմը դա նշանակում է մի խոսքով ասած, որ քաղաքականությունը, ինչ հարաբերությունները, ինչ կառավարական կամ պետական սիստեման է իրենց հարմար, որ գաղափարախոսությունն է իրենց հարմար, որ ստրուկտուրան է իրենց հարմար, պետական ստրուկտուրան է իրենց հարմար։ Ինչն է կարևոր այս ազգի համար։
Նույն բանն էլ մենք պիտի հասկանանք, թե ինչն է կարևոր մեզ համար։ Ինչ քաղաքական ստրուկտուրա ունենանք, ինչ գաղափարախոսություն մեջը դնենք, ինչպես կառավարենք, ինչպիսին պետք է լինի մեր կառավարությունը, նախագահական, պարլամենտական, թե խառը, թե ինչ-որ ուրիշ ձևով։ Մենք մի անգամ հասկանանք դա, մի անգամ դնենք սեղանի վրա ու ասենք, նայեք, քննեք ու եկեք ընդունենք այդ։ Եվ ինչ անուն եք տալիս այդ գաղափարը։ Մենք կարող ենք դա քաղաքական արմենիզմ կոչել կամ քաղաքական առայիզմ կոչել։ Խնդրեմ։ Բայց սրա մեջ պետք է առանձնահատուկ տեղ գրավի, թե ինչն է հայ համար կարևոր, ինչ նպատակ ունի, ինչի է ուզում հասնել եւ ինչպես, ինչ կառավարությամբ, ինչ գաղափարախոսությամբ, ինչ ստրուկտուրա պետք է լինի, ինչ ոնց որ ասում են հակակշիռներ պետք է լինեն, որպեսզի այդ գաղափարախոսությունը եւ այդ ստրուկտուրան, որը շատ հարմար է եւ բոլորս ընդունել ենք, որ ճիշտ է, դա է, երբեք չանտեսվի եւ չգան, ասենք, իշխանության գլուխ մարդիկ, որոնք համաձայն չեն դրա հետ, որովհետեւ այնինչ առաջարկվում է, որ նստենք, դա գրենք ստրուկտուրան, գրենք պետական եւ կառավարական ինստիտուտների ստրուկտուրան, հասարակական կազմակերպությունների ստրուկտուրան, հակակշիռների ստրուկտուրան, որպեսզի չթողնենք, որպեսզի իշխանությունը զավթողներ լինեն, որոնք կարող են ասել իրենց մասին, իրենց ինքնությունը, իրենց եսը տանեն եւ ոչ թե ժողովրդի շահերը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք, եթե չեն կարող համախմբվել իրար հետ, մի մտքով համախոհներ լինել, մի ձևով մտածել, ուրեմն պետք է ընդհակառակը մեր մտքերը միացնենք մի ստրուկտուրայի, մի քաղաքականության մեջ, քաղաքական հասկացողության մեջ, սիստեմայի մեջ ու բերենք, ասենք, ժողովրդի համար սա է ճիշտը։ Բոլորս համաձայնվենք մի անգամ։ Եվ եթե ինչ-որ մեկը շեղվում է դրանից, մենք ասենք, դու սխալ ես, եւ բոլորը կտեսնեն, ժողովուրդը կտեսնի, կասի, դա սխալ է, որովհետեւ դու համաձայն ես սրան։ 90-ական թվականներին անցած դարի 1990-ական թվականներին սիոնիզմը ստեղծվեց 1890 թվականներին եւ նրանք իրականացրեցին դա առաջին իսրայելական պետությունը, նոր իսրայելական պետությունը իրականացրեցին որ թվականներ։ Պատերազմից հետո չէր 44 թե 5 թվական 46 թե 7 թվականներ։ Առաջին համաշխարհից հետո հրեական տուն ստեղծելու ծրագիրը։ Հա, միանգամից դրանից հետո տեսեք ինչքան ժամանակ է անցել։ Քաղաքական սիոնիզմը այդքան ժամանակ զարգացել է։ Մարդիկ ուսումնասիրել են, դա ավելացրել են, քչացրել են, հասկացել են, թե որն է ճիշտ եւ դրանով են նրանք եկել։ Եվ դրանով էլ նրանք հաստատվեցին այնտեղ։ Ասեցին դա, որ մեզ համար կարևորը տունն է, այսինքն հողը, հետո պետությունը, որը պետք է լինի այսպիսին, եւ հետո ազգերի շահերը իրար հետ կապակցված ուժեղ ձևով գնում ենք առաջ այսպես։ Մեր պարագայում Փառք Աստծո, դա Աստծո պարգև է, մենք պետություն ունենք, իշխանակ պետություն չունենք։ Ուրեմն մեզ մի քայլ արդեն արված է, մեզ պետք է ուղղակի ընդհանուր քաղաքական արմենիզմ թող լինի,
այդպես կոչենք, կամարայիզմ, որտեղ բերված են ոչ միայն գաղափարախոսությունը, այլ պետական ստրուկտուրան, կառավարական ստրուկտուրան եւ ինչպես եւ ինչը պետք է լինի հայ համար կարևոր է։ Ուր ենք, որտեղից ենք եկել, ինչ ենք ուզում եւ ուր ենք գնում։ Որն է այդ նպատակը։ Որն է այդ Այս նպատակը երևի գոյատևելն է, բայց գոյատևելն առողջ չէ առանց ուժեղանալու, առանց արժանապատիվ լինելու։ Ուրեմն պիտի տնտեսությունը բարձրացվի առաջին հերթին, բայց առանց քաղաքական ստրուկտուրայի հնարավոր չի դա անել։ Եվ եթե դու բարձրացնես, ամեն ինչ կգա։ Եվ այստեղ անպայման պետք է ասել ներքին քաղաքականության մասին, ինչպիսին պետք է նա լինի, արտաքին քաղաքականության մասին, ինչպիսին նա պետք է լինի, տնտեսական քաղաքականության մասին, ինչպիսին նա պետք է լինի, անվտանգության քաղաքականության մասին, ինչպիսին նա պետք է լինի, ինչն է առաջահերթ, կարևոր հայի համար։ Եվ ինչը, ասենք այնքան էլ կարևոր չէ։ Եվ այս համատեքստում, պարոն Գրիգորյան, քանի որ ժամանակը մեր արդեն սպառվում է, խնդրի ավելի հնարավորինս համառոտ պատասխանել, այս լույսի ներքո ինչ ելքեր եք տեսնում Հայաստանի ներկա բավական բարդ աշխարհաքաղաքական, քաղաքական եւ տնտեսական կացությունից։ Իմ պատմությունից, այսպես ասենք, իմ ասածներից դուրս է գալիս, որ պիտի որ ամեն ինչ լավ լինի։ Եկել ենք, հասել ենք ու գնում ենք։ Գնում ենք առաջ։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Այնպեսին կլինի, ինչպեսին ես փորձեցի նկարագրել։ Միայն երևի ես չեմ ասում հայ խելքը իմ լիներ, վերջին խելքը։ Երևի հայ վերջին խելքը հայինը լինի։ Դուք քաղաքական համակարգի հարցը բարձրացրեցիք, բայց համաձայն չեք, որ մինչ այդ դեռ քաղաքական խնդիրներ կան, քաղաքական խնդիրներ կան լուծելու։ Միշտ եղել են այդ քաղաքական խնդիրները, միշտ էլ պետք է ինչ-որ բան լուծել, ինչ-որ բան հրատապ, ինչ-որ դա ժամանակ է պահանջում։ Ես էլ եմ ասում, հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, այսինքն կյանք կլինի, լավ կյանք կլինի, երջանիկ կյանք կլինի, ուրախ կյանք կլինի, արժանապատիվ կյանք կլինի Հայաստանում եւ հայերի համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Գրիգորյան։ Խնդրեմ։